Բարև ձեզ, Առնուզի եթերում Տեմպուսն է։ Այս պահին մենք զրուցում ենք Հայ-հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, ազգային ժողովում Հայ-հեղափոխական դաշնակցության ֆրակցիայի ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մինչ մեր ներքաղաքական խնդիրներին անդրադառնալը, այսօր մայիսի 28-ն է, դա վստահ եմ ցանկացած հայերի համար, առավել եւս դաշնակցականների համար մեծ տոն է։ Ես ուզում եմ հնարավորություն տալ ձեզ շնորհավորել մեր քաղաքացիներին եւ ինչ եք զգում այսօրը։ Շատ շնորհակալ եմ մենու այս հնարավորության համար, ես շնորհավորում եմ ձեզ բոլոր հեռուստադիտողներին եւ ողջ մեր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, Ջավախքում կամ Սփյուռքում կապված այս իմ կարծիքով ամենապայծառ տոնի հետ մեր տոնացույցի մեջ, սակայն գիտեք, այս տոնը կամ նրա կատարումը մեր ժամանակակից հասարակության մեջ ուղղակիորեն կապվում է մեր ներքաղաքական իրավիճակի հետ։ Ես կարծում եմ, որ մեր հասարակության վերնախավը եւ մեր պետությունը ճիշտ չեն գնահատել այս տոնի իմաստը։ Այն մնացել է ինչ-որ առասպելական հիշողության մի փոքրիկ դրվագ։ Օրինակ հին սերունդը մի քիչ այլ կերպ էր վերաբերվում։ Արգելված էր սովետական Հայաստանում, բայց ես հիշում եմ, որ պապս եւ իր իգդիրցի ընկերները այդ օրը կանանցից ու KGB-ից հեռու գնում էին այգի եւ հիշում էին այդ տոնը այնպես ինչպես վայել է։ Նրանց համար ավելի հարազատ նրանք այդ տեսել են, նրանք 20-25 տարեկան տղերք են եղել այդ օրերին։ Պայքարել են այդ օրվա համար։ Պայքարել են այդ օրերին կամ ապրել են անկախ Հայաստանում եւ հմայքը զգացել են։ Ամսի օրինակ 19 թվականին Էջմիածնում եղել է պարադ, որտեղ որ ժողովուրդը ուրախացել է, խաղեր, տարբեր մրցումներ, սպորտային եւ այլն եւ այլն։ Մարդիկ իսկապես արդեն տոնում էին իրենց անկախ հայրենիքը։ Հետագայում, երբ մենք նորից անկախացանք արդեն սովետական միությունից, քաղաքական կոնյունկտուրան այնպիսին էր, հակադաշնակցական մթնոլորտ, խանդ դաշնակցության նկատմամբ, որ առաջին հանրապետությունը ստվերվեց, փորձեցին այն ստվերել եւ դրանով կոտրեցին մի շատ լուրջ բան մեր ժողովրդի հոգու մեջ։ Հիմա էլ տեսեք, օրինակ սեպտեմբերի 21-ը, որ մեր բոլորիս պատիվ տոններից մեկն է, այո, բայց նշվում է որպես օֆիցիոզ տոն, այն նշում են դեսպանատներում, այն նշում են օֆիցիալ հիմնարկներում։ Ժողովուրդը այնուամենայնիվ մայիսի 28-ն է որպես ժողովրդային տոն ընդունում։ Սա գալիս է նրանից, որ մեր երկրում ինչ որ օֆիցիալ է, ինչ որ գալիս է պետության կողմից, դադարել է վստահությունը։ Բայց դա շատ վատ է, պարոն։ Դա է շատ վատ, դա ամենից վատը դա է։ Ամենից վատը դա է, որովհետև փաստորեն ստացվեց, որ անկախություն ձեռք բերելով ժողովուրդը սեփական պետականությանը չհավատաց, որտեղ անկախությունն ու պետականությունը սեփական պետք է այնքան փոխկապակցված ներթափանցած լինեն իրար մեջ, որ մեկը նշանակի մյուսը եւ հակառակը։ Մեզանում այդպես չի։ Մեզանում անկախ պետականությունը չընկալվեց որպես ինքնին ինքնարժեք բարիք։ Յուրաքանչյուրը եւ դա սխալ դաստիարակություն էր սովետական միության ավանդույթներից ձերբազատվելու դժվարությունը եւ այլն, որ անկախության մեջ ամեն մեկը իր անձնական շահը փորձեց որոնի, արդյունքում ոչ ոք այդ շահը չստացավ։ Միգուցե դա նրանից էր, պարոն Հովհաննիսյան, որ անկախությունից հետո իշխանության եկան մարդիկ, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ դեմ էին այդ անկախությանը։ Շատ հավանական է, որ հենց դա էլ պատճառն է, որովհետեւ անկախությունը, ինչպես Միչայելոս 18 թվականին, այնպես էլ 91 թվականին եկավ ոչ թե որպես մեր պայքարի արդյունք, առնվազն ոչ ամբողջությամբ, այլ հարց, որ 18 թվականին այդ անկախությունը ընկավ մարդկանց ձեռքը, որ արդեն 20 տարի արյուն էին թափել այդ անկախության ու ազատության համար։ Դա ամեն դեպքում պայքարի արդյունք էր։ Այսինքն, այո, որտեղ այն ժամանակ անկախությունն ու ազատությունը նույն բանն էին նշանակում։ Հիմա այդպես չեղավ։ Անկախություն եկավ, արդարություն ու ազատություն չեկավ, հենց այդ մարդկանց պատճառով եւ ավելին փաստորեն եթե մենք համեմատենք թե ինչպես Ղարաբաղը իր անկախությունը նվաճեց ու Հայաստանը, դա նույնը չի։ Դրա համար էլ մինչ օրս ներքաղաքական որոշ տարբերություններ իրենց զգացնել են։ Այդ նույն մարդիկ շատ հաճախ դաշնակցությանը մեղադրում են, որ դուք սեփականաշնորհում եք մայիսի 28-ին։ Ինչպես եք սրան վերաբերվում։ Ոչ մի կապ, ես ասեմ ձեզ, ինձ պատմում էր իմ տատը, որը 19 թվականի այդ պարադի ժամանակ կրակելու մրցումներում սպիտակ ձի է շահել, որ այնտեղ ոչ, հա, տատս,
որի հայրը հայտնի դաշնակցական էր, հետո ստիպված գնաց արտագաղթեց, իսկ որդիները բոլորը նստեցին, գնդակահարվեցին եւ այլն, որտեվ բանակի սպա էր մեկը իրանցից։ Ձեր արմատները ամբողջությամբ դաշնակցական են, պարոն Հովհաննիսյան։ Հա, բայց չէ, մի ճյուղ կա, որ կոմունիստներ կային մեջը, բայց հիմա ամաչում են, այսինքն չէ, իսկապես արմատներով միշտ էլ մենք Հայաստանի անկախության կողմը կանգնած թև ենք եղել, ցեղ ենք եղել եւ ինքը պատմում էր, որ այդ ուրախությունը այնքան բոլորինն էր, որ նույնիսկ քրդերը, նույնիսկ թուրքերը, եզդիները ուրախանում էին հայերի հետ միասին, որովհետեւ նրանք հասկանում էին, որ ճիշտ է, դա իրենց երկիրը չի, դա Հայաստան է, բայց ազատ երկիր է եւ այդ ազատություններից իրենք էլ կօգտվեն։ Պարոն Հովհաննիսյան, ինչ էլ ասենք, մայիսի 28-ը բոլոր հայերի տոնն է եւ իրոք մենք մեր սրտի հոգում ուրախանում ենք, որ այստեղ ուղղակի բառեր պետք չեն։ Ես կարծում եմ, որ իրոք սա այնպիսի մի տոն է, որ դա տարիներ շարունակ դարձյալ լինելու է մեր բոլորի սրտերում եւ վստահ եմ, որ մենք դա ժառանգելու ենք նաեւ մեր հաջորդ սերունդներին։ Աստված տա։ Ես կխնդրեի նաեւ խոսենք մեր ներքաղաքական կյանքի մասին, պարոն Հովհաննիսյան։ Վերջերս դաշնակցությունը պահանջում էր կառավարության հրաժարականը, կխնդրեմ բացատրեք ինչու եւ ինչն է, որ ձեզ չի գոհացնում այսօրվա կառավարության գործունեության մեջ։ Նախ ֆորմալ մասին անդրադառնամ շատ կարճ։ Մենք ոչ թե սա ոչ թե միանվագ ակտ էր այդ պահանջը, որը պարլամենտում կես ժամանոց քննարկման արդյունքում բերեց քվեարկության, որը փաստորեն տեղի չունեցավ, որտեղ դահլիճում ներկաներից քվեարկեց ընդամենը 23 հոգի, 10 կողմ մեր առաջարկությանը, 13-ը դեմ, այսինքն սա այդ ֆորմալ արտահայտությունն էր, բայց պահանջը ձևավորվել է վաղուց, պահանջը բազմիցս հնչել է մեր падգամավորների, կուսակցության ղեկավարների ելույթներում եւ այս պահանջը իմիջիայլոց միայն մերը չէ։ Սա հասարակության մեջ ձևավորված պահանջ է, որը այդքան սուր չէր դրվում օրինակ դեռ ամիսներ առաջ։ Այն ժամանակ դրվում էր պահանջ կառավարությանը շտկելու քաղաքական կուրսը համապատասխան քաղաքական տվյալ դեպքում տնտեսականի մասին է խոսքը, բայց դա նույնպես քաղաքականություն է։ Կուրսը համապատասխան Հայաստանում ձևավորված իրողությունների։ Եվ այդ իրողությունները չի կարելի սահմանափակել միայն երկու գործոնով, որոնց մասին խոսում են կառավարության մեր որոշ գոլեգաներ, անբարենպաստ բնակլիմայական պայմաններ եւ ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Լավ, հասկացանք, բայց Հայաստանի ներքին առանձնահատկությունները, մոնոպոլիստական վիճակը տնտեսության, արդարության բացակայությունը, համատարած անվստահությունը իրավական համակարգին, որը տնտեսական կյանքի մեջ հսկայական դեր է խաղում, անվստահությունը պետության նախաձեռնությունների նկատմամբ։ Պարզ օրինակ ձեզ բերեմ, տեսեք, ասենք պարոն վարչապետը իր ասացի իր արձագանքի մեջ ասաց, որ ինքը գիտի դաշնակցականների, որոնք համաձայն են կառավարության կուրսի հետ։ Օրինակ, երեք մի շարք քվեարկություններում մեր ֆրակցիան կողմ քվեարկեց կառավարության առաջարկություններին։ Դա չի նշանակում, որ դու համաձայն ես ամբողջ քաղաքական կուրսին, առանձին օրենքներ։ Եթե կան դրական քայլեր, ինչու պետք է բայց ամբողջ խնդրեմը նրանում է, որ նույնիսկ կառավարության դրական քայլերին հասարակությունը կասկածով է նայում, որովհետև չի հավատում, որ դա կարող է ինչ-որ արդարություն հաստատել։ Ինչով եք դա բացատրում, պարոն Հովհաննիսյան։ Նախ արդեն այդ մասին խոսեցինք, ընդհանուր անվստահություն պետական համակարգի նկատմամբ եւ պետական համակարգը իհարկե մենք կարող ենք շատ խոսել, որ մեր ժողովրդի մենտալիտետը հազարամյակով անկախություն չունենալը եւ այլն դեր է խաղացել։ Այո, խաղացել է, բայց պետությունը ինքը չկարողացավ 90-ականներից սկսած մտցնել իր նկատմամբ հավատի եւ հույսի մթնոլորտ, չկարողացավ։ Օրինակ Վրաստանում կարողացան։ Որքան էլ Վրաստանի համակարգը թերի է, որքան էլ թուլություններ ու անպաշտպանվածություն ունի այսօր Վրաստանի քաղաքացին, բայց հարցումներում 70%-ը վստահում են իրենց պետությանը։ Ինչու՞։ Որովհետև իրենք տեսնում են, որ այդ պետությունը նույնիսկ սխալներով, քիթը կոտրելով, բայց փորձում է իրենց համար ինչ-որ բան անի։ Մեզ մոտ տպավորություն է ստեղծում եւ վախենա, որ այդ տպավորությունը սխալ չի, որ պետություն հասկացողության իմաստը պետության վարողները լավ չեն հասկացել եւ պետության ամբողջ
ինստրումենտարիը, բոլոր գործիքները ծառայում են հարստացմանը մի քանի ընտանիքների։ Այս սա ժողովուրդը տեսնում է եւ նույնիսկ Չի դրականին պայքարում դրա դեմ, պարոն Հովհաննիսյան։ Մեր ժողովուրդը տեսնում է, որ իր հարևանին նշանակեցին նախարար ու նրա համեստ կյանքը մի քանի օրում դարձավ շքեղ կյանք, բայց դարձյալ շարունակում է հարևանություն անել։ Չփոխվեց։ Բայց նա շարունակում է հարևանություն անել այդ նախարարի հետ ու ավելի շատ այսպես փորձում է ավելի մոտիկանալ։ Այդ ես ասեմ ձեզ կարելի է հասկանալ անհատական հարաբերությունների մակարդակի վրա դա կարելի է հասկանալ, հասարակական մակարդակի վրա դա անհասկանալի է։ Կա երկու գործոն, մեկը օբյեկտիվ գործոն է եւ հասկանալի գործոն է։ Մեր ժողովուրդը ունի ինքնապաշտպանության ուժեղ բնազդ եւ հասկանում է, որ ներքին ցնցումները կարող են գայթակղել հարևաններին։ Սա հասկացան նույնիսկ ծայրահեղական ընդդիմության ղեկավարները, որոնք հանկարծ սկսեցին հիշել, որ հարևանությամբ Ադրբեջան կա։